Իմ սիրելի առույցներ, բարի արև, այսօր փետրվարի 26-ն է, ահա ձեզ եւս բաժին ընկավ Յուպիտերը, որը ձեր նախորդ կարելի ասել նշանում է եւ լավը նա է, որ 30-ին արդեն հունիսի, այսինքն այս տարի ինքը մտնելու է ձեր նշան եւ ձեզ բերելու է լիքը հաջողություններ, լավ իրադարձություններ կլինեն ձեր կյանքում, ինչ որ մեկը կամուսնանա, ինչ որ մեկը կհարստանա եւ այլն, այսպիսի տրամադրություններ կլինեն, այնպես որ ահա Յուպիտեր ընկել է եւ ոմանք հնարավոր է նաեւ մասնավորապես ասցենդենտով առույցները այդ շունչը երբ ինքը կդառնա ուղընթաց, դուք արդեն կզգաք Յուպիտերի շունչը, բայց մինչ զգալը մենք տեսնենք ինչ է սպասվում մարտ ամսին։ Իդեպ դուք 4-րդ տեղից փաստորեն հետընթաց եք ունեցել, Մերկուրին էլ հենց այսօր դառնում է ինքը հետընթաց ձեր ֆինանսների տանը, ահա դուք էլի հետընթաց ունեք փաստորեն, դա ձեզ չի սազում սիրելի առույցներ, ահա եւ հիմա մենք տեսնենք ինչ իրավիճակ է եւ այսպես Մարսը կմտնի մարտի սկզբին կմտնի ձկաննշան ձեր ֆինանսների տունն է եւ այստեղ մոլորակները հավաքվել են բոլոր այդպես հավաքվել են ցանկանում են ձեր ֆինանսական հարցերը կարգավորել նվերի տեսքով եթե ոմանք աշխատանք հնարավոր է որ աշխատանքի հետ կապված դժվարություններ լինեն կամ հնարավոր է որ դուք այդքան գումար չստանաք, որքան որ ուզում եք, որովհետև դուք սիրում եք շքեղ ապրել, գեղեցիկ տեսք ունենալ եւ այլն, այդ ամեն ինչ հատկապես կանայք, հա, ինչու որ տղամարդիկ եւս, ահա, եւ այդ շքեղության համար գումարը միշտ չի բավականացնում։ Այսպիսի հարցեր կան եւ Մարսը կմտնի ձեր ֆինանսների տուն, այնտեղ կփորձի կարգավորել, չնայած որ ինքը ջրի նշանում դժվարությունների առաջ է կանգնացնելու ձեզ, ահա, եւ այստեղ կլինեն, բայց որոշակի դժվարություններ կլինեն, նաեւ ծախսեր լինեն։ Բոլոր դեպքերում մոլորակների շքերթ է կարելի այդպես անվանել, հավաքվել են ձեր ֆինանսների տանը եւ ուզում են ձեզ ինչ որ կերպ օգնած լինեն։ Հնարավոր է դուք հանդիպեք ձեր ընկերներին եւ նրանց ում վաղուց չեք տեսել կամ ինչ որ այդպես նվերներ ստանաք, ֆինանսական օգնություն լինի եւ դա կարող է լինել, ասենք, ձեզ պարտքեն, այս տեսքով, հա, պարտքեն ձեզ գումար եւ դուք քննարկում եք դա հետընթաց Մերկուրին, հա, այսօրվանից ուրեմն այդ ուղղությամբ մտածեք, քննարկեք, թե ձեզ ովքեր են պարտք գումար կամ ինչ կարելի անել, ինչպես կարելի անել ֆինանսական հարցերը կարգավորել այսպիսի իրավիճակ է ձեզ մոտ։ Ես կարծում եմ մոլորակները գիտեք ըստ ձեր անձնական քարտեզի կարող են այստեղ եւ օգնել ձեզ եւ ընդհակառակը խնդիրներ ստեղծել, այսինքն դուք ավելի շատ ծախսեք, նայած դա արդեն անձնական քարտեզն է ձեր ցույց տալիս եւ մարտի 3-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը Հայաստանի ժամանակով 15:37 արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը, ահա, լուսինը կգտնվի 13 աստիճանում, ձեր ֆինանսներն են հիմնականում այստեղ, ես տեսնում էներգիան կուտակվել է այդտեղ եւ հնարավոր է ինչ որ սելի առույցներ, ինչ որ ծախսեր լինեն ձեր կողմից, ինչ որ նպատակի համար, ինչպես որ ասացի, տեսեք, բոլորը հավաքվել են ու այստեղ հարցեր են լուծում, որ այսինչի համար դու պիտի այառյուծ պիտի գումար ծախսես, այսինչ նպատակների համար կամ հնարավոր է նաեւ այստեղ դու գումար ծախսեք, բայց եւ ձեզ կարող է եւ գումար նվերի տեսքով, այդպես գումար օգնեն գումարի տեսքով կամ պարզապես նվերի տեսքով, ինչևէ լրացուցիչ անգամ հիշեցնեմ, որ հիմա մենք գտնվում ենք խավարման միջանցքում, դրան գումարվեց, որ Մերկուրին դառնում այսօր արդեն դարձել է հետընթաց, իհարկե գիտեք, ծանր դժվարին իրադարձություններ են կատարվում, մարդկանց մոտ եւս այդպես հոգնածություն է լինում, երբեմն հիասթափություն նայած, հա, եւ
Ինչևէ ձեր մոտ կարող է դա ֆինանսների հետ առավել եւս կապված լինել, այնպես որ նոր գործ չենք սկսում, ուշադիր ենք լինում ֆինանսական հարցերում մասնավորապես, դա է խորհուրդ տրվում, որպեսզի ուշադիր լինեք եւ չկարողանան ձեզ մոլորեցնել եւ ավելորդ գումար ծախսեք, այսինքն ճիշտ հաշվարկ արեք, մասնավորապես գումարի հետ կապված կամ ցանկացած գործարք, նորից իհարկե գումարի հետ կապված, սա շատ կարևոր է, որովհետև կարող են ձեզ խաբել եւ դուք գումար կորցնեք, այսպիսի բաներ։ Մարտի 6-ին մինչև մարտի վերջը Վեներան իր գահից կիջնի եւ կհայտնվի, այսպես ասած, կրակների մեջ, որտեղ ինքը իրեն անկման մեջ է, իրեն լավ չի զգում եւ այստեղ հնարավոր է, որ գիտեք, արտերկրի թեման է, որոշակի դժվարություններ են առաջանալու արտերկրի հետ կապված կլինեն, այսինքն որոշ մարդիկ ամուսնության հարցում, արտերկրի հարցում, գիտեք, դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, բայց բոլոր դեպքերում նման հարցեր կան, բոլոր դեպքերում, որքան էլ որ Վեներան իրեն վատ է զգում, բայց կրակի նշան է մտել, տեղը տեղավորվել եւ դուք եւս կրակի նշան եք, միանշանակ արևի նշանովառույցների համար դա լավ է, իսկ ասցենդենտի նշանովառույցները կարող են ընդհանրապես այդտեղ մոլորակ չունենալ։ Իհարկե ասցենդենտից բացի դա իհարկե մոլորակը չի, դրա մասին չի խոսքը, բայց ինքը տվյալ աստիճան հետ ինքը սկսում է աշխատել, դա այդ առումով կապ ունի։ Եվ հիմա Վեներան ուրեմն ավարտեցինք, ինքը տեղավորեցինք իրեն խոյի նշանում, որ ձեզ համար ֆինանսներ, արտերկրից միգուցե ուղարկեն կամ արտերկրի հետ կապված թեմաներ լինի, որը ձեզ գումար կարող է բերել, ուշադիր եղեք, իսկ արդեն մարտի 11-ին Յուպիտերը կդառնա ուղղընթաց, ասացի ձեր նախորդ նշանում է գտնվում եւ արդեն հունիսի 30-ին, հունիսի վերջին ինքը տեղավորվելի է ձեր նշանում եւ 1 տարի դուք կվայելեք Յուպիտերին, այսպես, իսկ հիմա ինքը կդառնա ուղղընթաց, բնականաբար դա բնականաբար շատ լավ է, ձեր գործերը տեղից կշարժվեն, ձեր պլանները եւ դուք արդյունքը կտեսնեք անպայման 13-ին մարտի սպիտակ լուսինը ի վերջո սև լուսնից հետո արդեն հերթը հասել է սպիտակ լուսնին, ինքը փոխելու է իր նշանը, ինքը դուրս կգա ձեր նշանից սիրելի առյուծներ, 7 ամիս մնաց ձեր նշանում եւ արդեն ձեզ մարտի 13-ին հրաժեշտ կտա եւ մինչեւ հոկտեմբերի 12-ը արդեն ձեր ֆինանսների տանը կտեղավորվի, այնպես որ պետք չի շատ տխրել, ինքը ձեր կփորձի ոմանց աշխատանքի հարցում, ասենք եթե մանավանդ որ դուք աշխատում եք սպասարկման ոլորտում, այստեղ պատվերներ կարող են լինել, այնպես որ դա արդեն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, սա այսպես եւ նշեմ, որ սև լուսնի դասավորությունը ինքը գտնում է աղեղնավոր նշանում, եւս կրակի նշանում է, այնպես որ սա եւս ձեզ համար լավ է, արդյունք աստիճանաբար կտեսնեք։ Այնուհետև մարտի 19-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 5:23 արևև լուսինը կմիավորվեն 27 աստիճանում ձկան նշանում եւ փաստորեն ձկան նշանում, որ ձեր ֆինանսներն են, այստեղ հնարավոր է, որ դուք նոր ֆինանսական ծրագրի սկիզբ դրվի ձեզ համար, շատ հնարավոր է եւ դա պատճառ հանդիսանա, որ դուք նույնիսկ մեկնեք արտերկիր, սա եւս հնարավոր է, ինչևէ կամ այստեղ ամուսնության հարցեր լուծեք կամ իրավական հարցեր կարողանաք լուծել, այդպիսի ինչ որ սկիզբ է դրվում։ Բոլոր դեպքերում հաջորդ իսկ օրը մարտի 20-ին արևը կմտնի խոյի նշան, դա ձեզ համար եւս շատ լավ է, որտեղ արևը ձեր մոլորակն է եւ ինքը գտնվելու է բարձրակետում, հիասքանչ է 18:45 րոպե 46 վայրկյան եւ հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա գարնանային գիշերը հավասարը եւ բոլոր նրանք ովքեր նշում են ամանորը մարտի 21-ին
որտեղ ես այդ ժամանակ եմ նշում, իրենք արդեն կարող են այդ ժամից հետո երեկոյան իրենց սիրած քաղցրավենիքները այդպես ձևավորեն սեղանը եւ առավոտյան արդեն 21-ի առավոտյան ժամը 7:08 դիմավորեն արևը։ Սիրելի առույցներ, ես կարծում եմ ավելորդ է ասել, որ դուք պիտի դիմավորեք արևածագը, նշեք, եթե նոր տարին չեք նշում, ուրեմն անպայման գարնանային գիշերը հավասարը նշեք։ Ինչու, որովհետև արևը ձեր մոլորակն է, ելով եթե ոչ դուք պիտի նշեք դա, հա, դուք եք ներկայացուցիչը եւ պիտի կանգնեք արևի կողքին, որտեղ ձեր մոլորակն է, ուրիշ տարբերակ չունեք, իրավունք չունեք իրեն անտեսելու եւ շատ կարեւոր է որ դիմավորեք, ուրեմն նշեք գարնանային շնորհավորեք գարնանային գիշերը հավասարը եւ դիմավորեք արևածագը, որովհետեւ ինքը գտնվում է բարձրակետում, սա առանձնահատուկ իրադարձություն է, ինձ համար միանշանակ ես առույց չեմ, բայց ինձ համար ինքը առանձնահատուկ նշանակություն ունի, այնպես որ անպայման դա արեք եւ դա կարող է ձեզ բերել հաջողություն, նրանք ովքեր ուզում են ամուսնանալ, նրանք ովքեր ուզում են ուրեմն ավելի հաճախ մեկնել, նու ես չեմ ասում որ խրախուսում եմ, բայց ամեն մարդի ունի իր կյանքը, մեկ անգամ է ապրում եւ եթե ուզում է ապրել ինչ որ մի քաղաքում, դա իր իրավունքն է եւ ես իրավունք չունեմ այլ բան ասելու, այնպես որ հաջողություններ կլինեն ձեզ, թե ճանապարհորդելու ավելի հաճախ ճանապարհորդելու ամուսնության եւ այլն, այս իրադարձությունները դուք կարող եք ակտիվացնել եւ ամեն ինչ կլինի հարթ եւ գեղեցիկ, իսկ հարթ լինելու համար այդ խնդիրը կլուծի իհարկե Մերկուրին, որը այսօր ինքը չէ փետրվարի 26-ին դարձել է հետընթաց, իսկ արդեն մարտի 21-ին երբ առավոտյան դուք նշում եք ուրեմն արևածագը, ինքն էլ արդեն դառնում է ուղղընթաց եւ ձեր գործերը շատ սահուն գնում են, իսկ արդեն մարտի 30-ին Վեներան դուք եւս սիրում եք, որովհետեւ դուք սիրո նշան եք, իսկ ինքը ներկայացուցիչն է սիրո, այնպես որ շատ այդպես հարմոնիա կա ձեր մեջ, փոխադարձեր եւ 30-ին ինքը կմտնի ցուլի նշան, որը իր նշանն է, մոլորակն է ինքը եւ այստեղ բնականաբար շատ լավ կլինի, բոլոր դեպքերում ճիշտ է դա այծեղ ջուրի տունն է, բայց այստեղ հնարավոր է որ դուք ֆինանսական հարցեր քննարկեք ձեր պատվիրատուների հետ, ձեր ղեկավարների հետ եւ փորձեք այն կարգավորել եւ շատ առույցների մոտ եթե ինչ որ փոփոխական հարցեր կային իրենց ուրեմն կարիերայի հետ կապված, իրենց աշխատանքի նպատակների հետ կապված, ես կարծում եմ որ արդեն ապրիլին կարող է արդեն աստիճանաբար կարգավորվել եւ արդեն մայիս, հունիսի վերջին էլ Յուպիտերը կմտնի ձեր նշան եւ ամեն ինչ կլինի շատ գեղեցիկ, այնպես որ սիրելի առույցներ, ես նաև անցնեմ առաջ եւ ձեզ զգուշացնեմ, որ հունիսի 30-ին փաստորեն Յուպիտերը կմտնի ձեր նշան, իսկ օգոստոսի 12-ին ձեր նշանում տեղի ունենալու արևի ամբողջական խավարումը ահա 21 աստիճանում կլինի այն, իսկ թե ինչպիսին եւ այլն այդ ամենի մասին ես ձեզ կներկայացնեմ արդեն հաջորդիվ, պարզապես հիմա առաջ անցա եւ դրա մասին ձեզ ասացի, որովհետեւ 27 թվականին եւս արևի ամբողջական խավարում է լինելու ձեր նշանում, այս անգամ ավելի շատ առաջ անցա, ինչևէ այսքանով ավարտենք, ես կարծում եմ ամեն ինչ լավ կլինի եւ այն առույցները, քանի որ ես սա բոլոր նշանների համար եմ ասում, այն առույցները հիմա ովքեր կցանկանան, քանզի մենք հիմա գտնում ենք դժվար ժամանակահատվածում,
որովհետև ձեր դեպքում կոնկրետ ֆինանսներն են, սա լուսնի ամսի 3-ին որ կլինի ոչ լավ խավարումն է, հիմա մենք խավարման միջանցքում Մերկուրին հետընթաց եւ այլն, այս ամեն ինչը, քանի որ լարվածությունը մեծ է, ես դրա համար այս դժվարին պահին ձեզ առաջարկում եմ ուրեմն հետեւյալը, որ ձեզ կարող է տրվել, եթե դուք գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, այստեղ ես ձեզ կարող եմ տրամադրել չնչին շատ փոքրիկ գումարով, ձեզ տրամադրել ձեր քարտեզը, պրոֆեսիոնալ քարտեզ, երբ դուք կարող եք իմանալ ձեր մոլորակի թե նշանը որն է, թե ընդհանուր դասավորությունը, պատկերը եւ աստիճանները, կարող եք իմանալ ձեր ասցենդենտի նշանը, երբ ես ներկայացնում, դուք արդեն կիմանաք, որ ասենք այդ նշանում, եթե դուք ունեք մոլորակ, նայում եք համապատասխան աստիճաններում ձեզ համար դժվարություններ կլինի այդ բնակավարում, ձեզ հասկանալի կլինի եւ դրան գումարած յուրաքանչյուր մոլորակի վերլուծությունը տվյալ նշանում գտնվելու եւ տվյալ աստիճանում գտնվելու դեպքում մոտ 40 թերթ բովանդակությամբ, եթե ձեզ հետաքրքիր է, որպեսզի դուք իմանաք ձեր մոլորակները կոնկրետ անձնական քարտեզով, պիտի իմանաք, որտեղ ես տրանզիտների մասին եմ խոսում, իրենք չեն կարող 100% լինել, որտեղ յուրաքանչյուր ունեք ձեր անձնական քարտեզը, մոլորակների յուրաքանչյուր իր դասավորությունը ունի եւ դուք կհասկանաք որքանով է, ասենք, եթե լինում վատ խավարում, լավ խավարում, իրենք որքանով են ձեր վրա անդրադառնում, թե դուք դա կարողանում եք շրջանցել, ասենք, համապատասխան նշաններում չունեք ոչ մի մոլորակ եւ այլն, եւ դուք ձեզ առանձնապես չի անհանգստացնում եւ կամ էլ կարող եք հասկանալ, թե որ բնակավարում է ձեզ որոշակի խնդիրներ սպասվում, ինչևէ նրանք ովքեր ուզում են կարող են գրել իմ անձնական հեռախոսահամարին, Viber, WhatsApp եւ այլն, եւ ես իրենց կտրամադրեմ։ Այսքանով ես ավարտեմ, իմ սիրելի առյուծներ, լավ եղեք եւ ունեցեք առաջընթաց եւ ոչ թե հետընթաց։ Իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։